Մահից հետո կտեսնենք մեր հարազատներին։ Մահը մեզ համար ամենամեծ առեղծվածներից մեկն է։ Երբ մեր սիրելիներից որևէ մեկը մահանում է, նրան վերջին հրաժեշտը տալուց հետո մենք բոլորս հարց ենք տալիս մեզ. իսկ ի՞նչ է լինելու այն կողմում։ Արդյոք ես կրկին կտեսնեմ իմ սիրելի մարդկանց։ Այս հարցը խորապես մարդկային է, քանի որ մեզանից ոչ ոք չի ցանկանում կորցնել իր սիրելիներին հավիտյան։ Սակայն քրիստոնյաների համար այս հարցի պատասխանը որոնվում է ոչ թե մարդկային ենթադրությունների, այլ Աստծո հայտնության մեջ։ Արդյոք մենք կտեսնենք մեր սիրելիներին մահից հետո։ Այս տեսանյութում կխոսենք հենց այս հարցի մասին։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Աստվածաշունչը եւ քրիստոնեական ուսմունքը մեզ տալիս են հույսի եւ մխիթարության բարի լուրը, որ Հիսուս Քրիստոսի հարությամբ մահը վերջնականորեն պարտված է, իսկ Քրիստոսում եղողները կապրեն հավիտյան։ Սուրբ Գիրքը պարզ ու հստակ պատասխանում է. այո, մահից հետո մենք կտեսնենք մեր հարազատներին, եթե նրանք Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով հանգչած լինեն։ Եղբայրներ, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն։ Եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, նույնպես էլ Աստված Հիսուսի միջոցով եւ նրա հետ կյանքի կբերի ննջեցյալներին։ Իմ հոր տան մեջ բազում նոթևաններ կան, այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու, եւ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ եւ ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինեք։ Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. Ահավասիկ Աստծո տունը, որ մարդկանց մեջ է, նա պիտի բնակվի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա նրանց Աստվածը։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք։ Այլևս մահ չպիտի լինի, ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ եւ ոչ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ հարությունը հավաքական իրականություն է, որ Աստծո ժողովուրդը ապրելու է նրա հետ միասին, եւ եթե մենք եւ մեր սիրելի մարդիկ նույնպես Աստծո ժողովրդի մաս ենք կազմում, դա նշանակում է, որ մենք եւ մեր սիրելիները նույնպես լինելու ենք միասին։ Այս գաղափարը դարեր շարունակ հաստատվել է նաեւ եկեղեցու հայրերի կողմից։ Ինչպես որ սիրելիները այս կյանքում փափագում են միմյանց, այդպես էլ հավիտենականում արդարները փափագով տեսնում են իրենց սիրելիներին Աստծո մեջ։ Եփրեմ Ասորի։ Այնտեղ մենք ոչ միայն Աստծուն ենք տեսնելու, այլ նաև բոլոր նրանց, ովքեր նրա մեջ սիրելիներ եղան մեզ համար։ Սերն անսպառ է եւ մահը չի կարող կտրել այն։ Օգոստինոս Երանելի։ Ժամանակակից քրիստոնյա հեղինակները եւս նույն վստահությամբ են խոսում։ Clive Staples Lewis-ը իր վերջին ճակատամարտ գրքում նկարագրում է երկինքը որպես մի վայր, որտեղ բոլոր արդարները նորից միավորվում են ավելի իրական ու գեղեցիկ ձևով, քան այս կյանքում էր։ Շատ ժամանակակից աստվածաբաններ, օրինակ Նիկոլաս Թոմաս Ռայթը, ընդգծում են, որ հարությունը մարմնով ու իրականությամբ է, մենք միմյանց ճանաչելու ենք եւ միասին մասնակցելու նոր ստեղծագործությանը։ Ամփոփելով, Աստվածաշունչը եւ եկեղեցու ողջ ավանդությունը մեզ սովորեցնում են, որ մահը վերջակետ չէ։ Մեր սիրելիները, ովքեր Քրիստոսի հավատքով ննջեցին, սպասում են նույն փառահեղ հարությանը, եւ այն օրը, երբ Տերը մեզ բոլորիս կանչի, մենք կրկին լինելու ենք միասին առանց բաժանման եւ առանց տառապանքի։ Սա մեր հավատքի մխիթարությունն է եւ մեր կյանքի հույսը։ Քրիստոսին հավատացողները հավիտյան միասին կլինեն։